Հայաստանում նախատեսվում է 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն կառուցել։ Կառավարության նիստում զեկուցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Ավետիսյանը։ Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ Ռազմիկ Հովակիմյանի, թիմում են նաև Նուբար Աֆեյանը, այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիցյանը եւ այլոք։ Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում։ Փաշինյանը գործընկերներին առաջարկել է կառուցվելիք արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնը տեղակայել ակադեմիական քաղաքում։ Երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է, շատ հասցեական է եւ որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած, որևէ քննարկում ընդհանրապես չի կարող լինել, բայց ես նաեւ այս համատեքստում ուզում եմ մենք գնահատենք, թե վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որոնք գիտեք ինչ, երբ որ տեղի են ունենում, դա արդեն դառնում է սովորական բան, բայց երբեք մենք չենք արձանագրում, թե ինչքան ժամանակ, ինչքան ջանքեր են գործադրվել, որ դա տեղի ունենա։ Մեր երկիրը գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում, ասում է վարչապետ Փաշինյանն ու ստեղծված իրավիճակին գնահատական տալիս։ Մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Փաշինյանն անդրադառնում է նաև 3 ճամբարակում տեղի ունեցած ցավալի դեպքին։ Պարոն Մկրտչյանի վերջո հաստատվեց, որ գազի արտահոսքից է պայթյուն տեղի ունեցել, թե դեռ պետք է քննություն տեղի ունենա։ Պարզվել է նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել եւ շենքի փլուզում ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Պարոն վարչապետ, ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորսնվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել։ Հայաստանի Հանրապետությունում քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով։ Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց քրեական դատավարության օրենսգրքում։ Նախագծով առաջարկում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով, այսինքն ըստ էության ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով միայն որոշակի բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար։ Հատուկ նշեմ, որ քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով եւ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ։ Որոշ դեպքերում բացառություններ կլինեն, մեկնաբանում է նախարարը։ Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույց
ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը։ Նախագծով նման բացառությունների սահմանումը պայմանավորված է անհրաժեշտ արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման համար։ Նախագծի հաջորդ կետը սահմանում է քրեական վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։